Շարունակենք մեր ուսումնասիրությունը, վերջին մասն է, մեկ ամիս ընդմիջվեց, բայց հուսամ ձեր մտքերում որոշակի տեղեկություն պահպանվել է Պողոսի երկրորդ ճանապարհորդությունից դեպի Աթենք։ Երրորդ եւ վերջին մասն է նրա քարոզի։ Մենք վերնագրել էինք այսպես առաջին ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը եւ երկու քարոզ ունեցանք այդ մասին։ Խոսքը Գործք առաքելոց 17-րդ գլուխ 30-ից 34-րդ հատվածի մասին է, որը այսօր պետք է ուսումնասիրենք։ Եվ անցած երկու մասում տեսանք, թե ինչ պետք էր քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեին միակ Աստծուն, եւ դրա համար պետք էր քարոզի մեջ կատարել 3 կարևոր շեշտադրում, որ Պողոս առաքյալը ինքը կատարում էր։ Նա քարոզեց առաջինը 22 եւ 23-րդ համարներում Արարիչ Աստծո մասին, այդ կռապաշտներին, որոնք որ բազմաստվածությանն էին հավատում, կարծես կենտրոնացներ մեկ Աստծո գաղափարին, որ պետք է ճանաչել միակ Արարիչ Աստծուն։ Երկրորդ շեշտադրումը նա 24-ից 29-րդ համարներում կատարեց, նա քարոզեց Աստծո ով լինելու մասին, մենք մանրամասն դա ուսումնասիրեցինք եւ տեսանք այնտեղ Աստծո ով լինելու մասին 4 բնութագիր։ Պողոսը քարոզեց Աստծո մեծության մասին, քարոզեց Աստծո ինքնաբավության մասին, քարոզեց Աստծո ճանաչելիության մասին եւ քարոզեց Աստծո բնույթի մասին, որպեսզի այդ կռապաշտները ոչ միայն բազմաստվածությունից հրաժարվեին, գային մեկ եւ ճշմարիտ Աստծո գիտակցության եւ ճանաչության, այլ նաեւ ճիշտ ճանաչեին նրան, թե ինչպիսին է նա, որպեսզի փորձեր չանային նրան սահմանափակելու բագինների եւ կուրքերի մեջ կամ ստեղծված որևէ բանի մեջ։ Եվ այսօր կտեսնենք Պողոսի քարոզի վերջին մասը, որտեղ նա կատարում է երրորդ շեշտադրումը իր քարոզի մեջ։ Եվ 30-31-րդ համարներում տեսնում ենք Աստծո հրամանը եւ 32-ից 34-ում քարոզի արդյունքները, արդեն թե ինչպիսի արդյունքներ ունեցավ։ Այսպիսով ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն նրանք Աստծուն։ Եթե հիշում եք, քարոզի գլխավոր միտքն այն էր, որ այս 3 քարոզներում դա նույնն է, Աստծուն ճիշտ ճանաչելու համար պետք է ճիշտ ներկայացնել նրան։ Ինչպիսին որ Աստված ներկայանում էր Հիսուսի միջոցով, որքան տեղեկություն նրա ուժի եւ աստվածության մասին փոխանցում է բնությունը, արարչագործությունը, Հիսուսի տված տեղեկություններն էլ եւ Հիսուսն էլ ինչպիսին որ կար, բավարար է Արարիչ Աստծուն ճիշտ ճանաչելու համար։ Հիշում եք Հիսուսն ասաց, ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Այսինքն ես ստույգ պատկերն եմ Հոր, Արարչի, ինչպիսին որ նա կա։ Այսպիսով ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն։ Ես առաջարկում եմ շատ արագ ընթերցել այս հատվածը, որպեսզի դուք վերհիշեք եւ անցնենք արդեն այս հատվածի ուսումնասիրությանը։ Ուրեմն Գործք առաքելոց 17-րդ գլուխ ընթերցելու ենք 30-ից 34-րդ համարները։ Պողոս առաքյալը ուրեմն մինչև 29-րդ համարը ներկայացրեց Աստծո ով լինելը, նրա ինքնաբավության, մեծության, ճանաչելիության եւ բնույթի մասին խոսեց, եւ 30-րդ համարից արդեն անցում է կատարում իր կոչին, որպեսզի այս կռապաշտները կարողանան հիմա իրենց որոշումը ընդունել, խոնարհվել Արարիչ Աստծո առջև եւ ընդունել իր տված փրկությունը, այսինքն որպեսզի դարձի գա։ Նայեք 30-րդ համարից սկսած։ Բայց Աստված տգիտության ժամանակներն անտեսելով հիմա բոլոր մարդկանց պատվիրում է, որ ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի։ Քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց եւ ամենքին հավաստիացրեց նրան մեռելներից հարուցանելով։ Երբ լսեցին մեռելներից հարություն առնելու մասին, ոմանք ծաղրում էին, բայց ոմանք ասացին, դրա մասին մի ուրիշ անգամ կլսենք քեզնից։ Եվ այսպես Պողոսը նրանց մոտից հեռացավ։ Բայց մի քանի մարդիկ նրա կողմն անցնելով հավատացին, որոնցից մեկը Դիոնիսիոս Արիսպագացին էր, Դամարիս անունով մի կին եւ ուրիշներն էլ նրանց հետ։ Ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն։ Երրորդ շեշտադրումը, որ քարոզի մեջ տեսնում ենք Պողոսի, հետեւյալն է. պետք է քարոզել Աստծո հրամանի մասին։ Պետք է քարոզել Աստծո հրամանի մասին։ Եվ դասը այս երկու համարում, որ Պողոսը ուզում է փոխանցել, հետեւյալն է. Աստված հրամայում է քեզ անհատապես ապաշխարել, որովհետև նա արդեն սահմանել է
դատաստանի օր։ Որպեսզի դու կարողանաս խուսափել այդ սպասվող ահեղ դատաստանից, դու պետք է ապաշխարես։ Այն հրաման է Աստծուց յուրաքանչյուր մեկի։ Եվ սա են լսում այդ կռապաշտները, այդ սնահավատները։ 30-31-րդ համարներում Աստծո հրամանը ներկայացված է 5 տարերով, որոնք են Աստծո հրամանի 5 տարերը։ Առաջին կտեսնենք հրամանի հեղինակին, ով է, կտեսնենք հրամայելու ժամանակը, երբ է Աստված այն անում, կտեսնենք հրամանի ենթակա եղողներին, ում է վերաբերվում այն, կտեսնենք հրամանի նպատակը, ինչ է, ինչու է Աստված հրամայում, եւ կտեսնենք պատճառը նաեւ այդ հրամանի։ Նայեք 30 եւ 31-րդ համարներին։ Բայց Աստված տգիտության ժամանակներն անտեսելով հիմա բոլոր մարդկանց պատվիրում է, որ ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի։ Քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց, եւ ամենքին հավաստիացրեց նրան մեռելներից հարուցանելով։ Այսպեսով, որոնք են Աստծո հրամանի տարերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պետք է քարոզել Աստծո հրամանի մասին։ Եվ առաջին տարը Աստծո հրամանի, որը քարոզելիս պետք է նշել, հրամանի հեղինակն է։ Պետք է նշել, թե ով է հրամայում։ Եվ այս կարևոր տարը չի մոռանում Պողոսը։ Տեսեք, սկսում է այդտեղից 30-րդ համարի սկիզբը, բայց Աստված։ Բայցով Պողոսը կապ է ստեղծում նախորդ մտքի հետ, հակադրելով։ Նախորդ 6 համարներում 24-ից 29-րդ համարներում Պողոսը խոսել էր Աստծո ով լինելու մասին եւ նշել էր Աստծո մեծության, Աստծո ինքնաբավության, ճանաչելիության եւ բնույթի մասին եւ դրանց բացատրությամբ հասկացրել էր, թե ինչպիսին է Աստված։ Աստծո ճշգրիտ պատկերը նկարելուց հետո Պողոսը սկսում է հակադրությամբ, ասելով բայց Աստված, այսինքն ինչպիսին, որ ես ներկայացրեցի նրան, ինչպիսին էր, հակառակ ձեր ընկալումների, որքան էլ աղավաղել եք նրա մեծությունը, փորձելով տեղավորել նրան չափերի մեջ, որքան էլ աղավաղել եք նրա ինքնաբավությունը, մտածելով, որ նա ինչ-որ բանի կարիք ունի, որքան էլ աղավաղել եք նրա տրանսցենդենտությունն ու իմմանենտությունը, այսինքն նրա ճանաչելիությունը, եւ կարծում եք, որ նա այնքան հեռու է, որ հնարավոր չէ նրան ճանաչել, այնիշ դուք նրանով եք ապրում եւ շնչում, որքան էլ դուք աղավաղել եք նրա հոգեվոր բնույթը եւ վերածել եք այն տեսանելի եւ նյութական պատկերի, եւ վերջապես որքան էլ արժանի եք դուք պատժի դրա համար, բայց հիմա ձեզ համար կա հրաման։ Եվ այդ հրամանը հենց նրա կողմից է, բայց Աստված։ Պողոսն ասում է, որ սա հրաման է, որի հեղինակը ինքը չէ։ Այլ Աստված է, ով մեծ է, ով ինքնաբավ է, ով ճանաչելի է եւ ով հոգեվոր է։ Եվ այս հրամանը գալիս է երկնքից եւ կարելի է ասել, որ սա երկնային եւ տիեզերական հրաման է։ Նկատեք, որ սա հրաման է ոչ թե խնդրանք։ Պատվեր բառն է, որ ես փոխարինել եմ հրամանի, որովհետեւ բնագրային իմաստով այն հրաման է հնչում։ Սա աղերսանք չէ, ոչ էլ առաջարկ կամ պարզապես տեղեկություն, իսկ հրամանին հնազանդվում են կամ ոչ։ Հունարենում պատվիրում է բառի նշանակություններից են հրամայել, կարգադրել կամ հորդորել։ Սա պարզապես հորդոր չէ Աստծուց, կամ խնդրանք չէ Աստծուց, այլ համեմատաբար ավելի կոպիտ ձևով գործածված բառ է։ Աստված պատվիրում է, Աստված հրամայում է։ Ինչ եք կարծում, համապատասխան չէ թագավորին հրամանը։ Սա ավելի ուժեղ է, քան պարզապես խորհուրդ տալը։ Աստված խորհուրդ չի տալիս այստեղ հրամայում է, որպեսզի հնազանդվեն։ Տեսնում եք, Պողոսն իր քարոզի վերջին մասում ինչ է շեշտում։ Նա քարոզում է Աստծո հրամանի մասին եւ նշում, որ այս հրամանի հեղինակն ինքը չէ, այլ Աստված է։ Սա սնահավատ լսարանին կանգնեցնում է պատասխանատվության առջև եւ սա տանում է խոնարհվելու այդ միակ արարչի առջև։ Սա կարծես հեղինակությանը մատնանշել է նշանակում։ Իրական հրամայողին կենտրոնում պահել եւ սեփական մեղավոր եւ հեղինակությունից զուրկ կարգավիճակից դեպի Աստված կենտրոնացումն է։ Պողոսը չի շփոթում դերերը։ Նա գիտի, որ ինքը պարզապես միջոց է փոխանցման, բայց հրամանի հեղինակը Աստված է եւ նա միայն կարող է հրամայել։ Երբ մենք քարոզում ենք ավետարանը, մենք պետք է սլաքներն ուղենք դեպի Աստված, սիրելիներ, եւ նրա իշխանությունից ու հեղինակությունից փոխանցենք նրա ասածները։ Այս դեպքում նրա հրամանը։ Տեսեք Պողոսից մեկ օրինակ, ինչպես է նա քարոզելիս տարբերակում իր Աստծո, Հիսուսի եւ լսարանի դերերը։ Եվ ցույց է տալիս իր խոսքում,
թե ինչպես է իր քարոզով խոսում Աստված, որ հեղինակը նա է։ Երկրորդ Կորինթացիս 5:18-20 այսպես է գրում. ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց, որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց եւ նրանց հանցանքներն իրենց ներեց եւ հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Ուշադիր լսեք։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում։ Հանուն Հիսուս Քրիստոսի աղաչում ենք հաշտվեք Աստծո հետ։ Աստված ինքը մեր միջոցով պատգամը փոխանցում է ձեզ, հեղինակն ինքն է։ Որքան էլ ես ձեր առջև, կասեր Պողոսը, կարող եմ կանգնել կարճահասակ, իմ պարագայում մաս չունեցող, տգեղ արտաքինով կամ տկար լեզվով, հեղինակը ես չեմ։ Այն ինչ որ փոխանցում եմ ձեզ Աստված ինքն է հրամայել եւ դուք հիմա կանգնած եք Աստծո առջև։ Այստեղ Պողոսը սկզբում ներկայացնում է Աստծո կատարածը, հետո նշում թե ում անունով է դեսպանություն անում, հետո նշում որ իրենց միջոցով Աստված ինքն է պատգամում եւ վերջում անձնական կոչ է անում։ Դրա համար հիշեք, սիրելիներ, երբ մենք հավատարմորեն ավետարանում ենք, կարծես Աստված մեր միջոցով փոխանցում է իր խոսքը։ Սա ցնցող է, մի պահ մտածեք։ Երբ դուք ավետարանում եք մարդուն, Աստված ինքը իր խոսքի միջոցով պատգամում է մարդկանց։ Արդյոք մեր ավետարանչության մեջ Աստված ընկալվում է որպես հեղինակ, սիրելիներ։ Արդյոք այնպես ենք քարոզում, որ երևա ում կողմից ենք ուղարկված։ Թե մեր անձնական հեղինակությունն է ընդգծվում։ Հիշեք, իմ ու ձեր հեղինակությունը ոչինչ է ավետարանելիս։ Մեր դեմքի արտահայտությունը, ձայնը, առոգանությունը, պայմաններն ու ամեն բան ոչինչ են, քանի որ ավետարանն է Աստծո զորությունը։ Ամեն հավատացողի փրկության համար։ Դրա համար միշտ եկեք քարոզենք ավետարանը ցույց տալով հրամանի հեղինակին, որը Աստված ինքն է այս դեպքում։ Եվ մենք էլ նրա դեսպանները։ Սա Աստծո հրամանի առաջին տարրն է, որ վերաբերվում է նրա հեղինակությանը։ Երկրորդ տարրը տեսեք Աստծո հրամանի հրամայելու ժամանակին է վերաբերվում։ Եվ այստեղ տեսնում ենք եւ անցյալ ժամանակին վերաբերող միտք եւ ներկային։ Պողոսը նաեւ ցույց է տալիս այս հեղինակավոր Աստծո վերաբերմունքը կռապաշտների անցյալ վիճակին, ինչպիսին է եղել։ Տեսեք 30-րդ համարին նայեք, բայց Աստված տգիտության ժամանակներն անտեսելով հիմա բոլոր մարդկանց պատվիրում է։ Համարում Պողոսն ասում է, որ Աստված անտեսել է տգիտության ժամանակները եւ պատվիրում է հիմա, անցյալ եւ ներկա։ Նա հրամայում է անտեսելով այս ժամանակներին, ժամանակների մասին է խոսքը։ Սա ցույց է տալիս Աստծո վերաբերմունքը անցյալ անգիտությանը մարդկանց։ Կռապաշտության հիմարությունը ցույց տալով Պողոսը նշում է, որ դարեր շարունակ Աստված անտեսել է հեթանոսների տգիտությունը։ Տգիտություն նշանակում է գիտության պակաս։ Մի քանի օրինակ եկեք տեսնենք Սուրբ Գրքից տգիտության մասին, որպեսզի մենք տգիտություն ասելիս հասկանանք ճիշտ այն, ինչ Սուրբ Գիրքը նկատի ունի։ Նույն օրինակ Գործք առաքելոց 3:17-ում այսպես է գրում. «Եվ այժմ եղբայրներ, Պետրոսն է քարոզում, գիտեմ, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր իշխանավորները անգիտությամբ արեցին», նկատի ունի Հիսուսի խաչելությունը, նույն բառն է գրված։ Այստեղ անտեղյակությունը կամ գիտության պակասը վերաբերում է այն բանին, որ հրեաները չգիտեին, որ իրենց գործողությունները հակառակ են Աստծո կամքին։ Դրա համար էլ հենց հաջորդ համարում տեսեք ինչ է ասում, բայց Աստված, ինչ որ իր բոլոր մարգարեների բերանով նախապես հայտնել էր Քրիստոսի չարչարվելու մասին, այնպես էլ կատարեց։ Իսկ դուք մտածում եք, որ դուք Աստծո կամքն եք կատարում, բայց դուք տգետ եք, ձեր գիտությունը պակաս է, դուք չգիտեք, որ դուք Աստծուն հակառակ եք, բայց միևնույն է Աստված կատարեց այնպես, ինչպես որ իր մարգարեների միջոցով ասել էր։ Պետրոսը նաև գրում, առաջին Պետրոս 1:14-16 հնազանդ զավակների պես մի համապատասխանեք ձեր տգիտության ժամանակվան նախկին ցանկություններին։ Այստեղ նրանց տգիտությունը կամ գիտության պակասը կյանքի վարքի սխալ պատկերացումներ այս հավատացյալների, որը տանում էր նրանց Աստծուն անվայել կյանքի։ Դրա համար էլ հաջորդ համարում տեսեք ինչ է ասում Պետրոսը. «Այլ ձեզ կանչողի պես սուրբ եղեք, ձեր ամբողջ վարքով, քանի որ գրված է սուրբ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրը»։ Տեսնում եք, տգիտությունը կամ գիտության պակասը ինչպես է ազդում մարդու որոշումների, ապրելակերպի եւ ամեն ինչի վրա։ Հիսուսն էլ այս բառն օգտագործեց շատ ծանոթ մի համարում Ղուկաս 23:34-35, տեսեք ինչ ասաց. «Հայր ների նրանց,
որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Նրանք չգիտեին, թե ինչ են անում, այսինքն նրանք չէին գիտակցում իրենց մեղավորության ամբողջ չափը։ Նրանք չէին ճանաչում Հիսուսին որպես ճշմարիտ Մեսիա։ Եթե ճանաչեին, Կորինթացիս նամակում Պողոսն ասում է փառքի Տիրոջը չէին խաչի։ Եվ Գործքում 13-ում ասում է, որովհետև Երուսաղեմում ապրողները եւ նրա իշխանավորները չճանաչեցին Հիսուսին։ Ահա դա գիտությունը, ահա գիտության պակասը։ Ուշադրություն։ Նրանց անտեղյակությունը չի նշանակում, որ նրանք արժանի են ներման։ Այսինքն, երբ ասում է Աստված, որ դա գիտության ժամանակներն անտեսում է, դա չի նշանակում, որ դուք արդարացվում եք, որովհետև դուք չգիտեիք։ Չիմացությունը չի արդարացնում։ Բայց Հիսուսն աղոթում էր նրանց համար։ Հենց այն ժամանակ, երբ նրանք ծաղրում էին նրան, Աստծո անսահման կարեկցանքի եւ ողորմածության արտահայտությունն էր դա։ Սա տգիտություն էր Մեսիայի մասին։ Այն մասին, որ Հիսուսը Մեսիան է եւ որպես այս մտքի ապացույց, որ նրանց տգիտության կարևոր էլեմենտը հենց այս էր, տեսեք ինչ է գրված հաջորդիվ։ Իշխանավորներն էլ ծաղրում էին եւ ասում. ուրիշներին փրկեց, թող ինքն իրեն փրկի, եթե դա է Քրիստոսը։ Եթե դա է Աստծո ընտրյալը։ Հիշեք, սիրելիներ, անգիտությունը, տգիտությունը դառնում է պատճառ մարդու հաջորդ քայլերի համար։ Պողոսն այս քարոզում ասում է, որ Աստված ձեր տգիտության ժամանակներն անտեսում է։ Տգիտության ժամանակների անտեսում ասելով, միթե Պողոսը նկատի ունի, որ Աստծո վերաբերմունքը նախկին մեղքերի նկատմամբ եղել է դրական։ Իհարկե ոչ։ Տեսեք, թե անտեսել բառն ինչ է նշանակում, սա ցնցող է։ Բառացի նշանակում է անուշադրության մատնել, ուշադրություն չդարձնել, անտեսել։ Սա հայերենում երբ ընթերցում ես տպավորությունը, որ եղավ մի բան, դու նայեցիր, բայց դու գնահատական չտվեցիր դրան, ուշադրություն չդարձրեցիր եւ Աստծո վերաբերմունքի մասին սխալ կարծիք կարող է ձևավորվել, մտածելով, որ Աստված կարող է մեղքը հանդուրժել ինչ որ կերպով։ Բառի հիմնական իմաստը ինչ է նշանակում։ Կառուցվածքը երկու մասից է։ Հունարենում այսպես է՝ հուպեր էյդոն։ Հուպեր նշանակում է վեր կամ վրա, եւ էյդոն նշանակում է տեսնել։ Այս անտեսել բառը միասին նշանակում է վրայով տեսնել։ Այսինքն տեսնել, բայց իբր չտեսնել, ինչ որ բանի վրայով։ Հայերենում ավելի համապատասխանում է հանդուրժել կամ համբերել բառը։ Երբ ասում է Պողոսը, որ Աստված տգիտության ժամանակները անտեսում է, դա նշանակում է նա նայում է ինչ որ բանի վրայով։ Աստված նախկինում աչք էր փակում, ուշադրություն մարդկանց անտեղյակության վրա, նայելով Քրիստոսի քավության վրայից։ Ապագայում, որ Քրիստոս պետք է գա եւ պետք է վճարի դրա համար։ Աստված հանդուրժում էր ոչ թե մեղքը անպատիժ թողնելու իմաստով, այլ երկար համբերում էր մինչև կգար Մեսիան եւ կվճարեր նաեւ անցյալի մեղքերի համար։ Աստված նայում էր Հիսուսի քավության լույսի ներքո, հյուպերեդոն, նայում էր վրայից, քավության վրայից։ Որպես ապացույց տեսեք Հռոմեացիս 3:25-ում ինչ է ասում. Աստված Հիսուսին նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը, ուշադրություն, անցյալում Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը։ Ինքը նախապես սահմանել էր Հիսուսին, որպեսզի համբերատար լինի հեթանոսների նկատմամբ, որպեսզի այդ ժամանակ չհարվածի նրանց մեղքերի պատճառով եւ հետո Քրիստոսի քավության միջոցով վճարի նրանց անցյալում գործած մեղքերի համար։ Դրա համար կարևոր է սա հիշել։ Հուպերեյդոն նշանակում է գիտակցաբար անտեսել կամ ժամանակավորապես հանդուրժել ինչ-որ բան։ Այսպիսով Պողոսն ասում է, որ Աստծո վերաբերմունքը եղել է ողորմած, հեռատես, բայց դա ոչ թե փափուկ բարձ է ձեզ համար, այլ քանի որ քավությունն է արվել, դրա համար հիմա հրամայում է ապաշխարել։ Հարց սիրելի քրիստոնյա ինձ ու քեզ, արդյոք ճիշտ ես ընկալել եւ ներկայացնում Աստծո հանդուրժումը կամ անտեսումը։ Թե քո աստվածաբանության մեջ Աստված տարբեր վերաբերմունք է ունեցել մեղքի նկատմամբ տարբեր ժամանակներում։ Հիշեք, Աստծո վերաբերմունքը նույնն է եղել մեղքի նկատմամբ բոլոր ժամանակներում։ Պարզապես նա այնքան իմաստուն, շռայլ, ողորմած,
եւ համբերատար է եղել, որ նայել է ապագա խավությանը եւ այդ պահին չի հատուցել մեղքի համար։ Տվել է ծիսական կարգեր, որոնք ժամանակավորապես կձգձգեին նրա պատիժը, մինչև որ կգար Քրիստոս։ Եվ Եբրայեցիս նամակում դրա համար է հեղինակն ասում, որ ցուլերի եւ նոխազների արյունը չէր կարող վերցնել մեղքը։ Պետք է գար կատարյալը, որ մեկ անգամ իր արյունով կվճարեր։ Եթե նրանց զոհերը օգուտ տային, մեղքը ջնջեին, Եբրայեցիս նամակի հեղինակն ասում, միթե նրանք չէին դադարի այդ անելուց, բայց դրանով ցույց էին տալիս, որ դեռևս ժամանակը չի լրացել։ Այսպիսով, հիշեք, որ ավետարանելիս հստակ կարողանանք բացատրել, որ Աստված հանդուրժում էր տգիտության ժամանակները, դրանց նայելով Հիսուսի ապագա խավության վրայից։ Սա չափազանց կարևոր է, սիրելիներ, որպեսզի Աստծո անտեսում ասվածը չընկալվի որպես համաձայնություն մեղքին։ Դա վերաբերմունքը միշտ նույնն է եղել։ Մակարտուրը գրում է, որ խավությունը սա Քրիստոսի զոհի ամենակարևոր սահմանումներից մեկն է, խավությունը։ Նա գրում է, այս բառը փոխանցում է խաղաղեցման կամ բավարարման գաղափարը։ Քրիստոսի մահը բավարարեց Աստծո վիրավորված սրբությունը ու նրա բարկությունը նրանց նկատմամբ, որոնց համար Քրիստոս մահացավ։ Այո, Հովհաննեսն է գրում 1 Հովհաննես 2:2 եւ նայեք խավությունը մեր մեղքերի համար եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ամբողջ աշխարհի։ Այնպես որ հիշեք, որ տգիտության ժամանակների անտեսումը չի նշանակում անտարբերություն կամ պարզապես մեղքերի անտեսում։ Աստծո արդարությունը պահանջում է, սա ֆիքսեք խնդրում եմ, որ յուրաքանչյուր մեղք եւ մեղավոր պատժվի։ Դուք գիտեք, որ ցանկացած մեղք Ադամից սկսած մինչև աշխարհի վերջին մարդը ոչ մի մեղք, ոչ մտային, ոչ էմոցիոնալ, ոչ ֆիզիկական մակարդակում անպատիժ չի մնում։ Դրանք մեզ համար անհաշվելի են, բայց դրանց համար վճարող է եղել։ Դրանք Աստծո մոտ հաշվարկ ունեն։ Եվ խավությունը այստեղ համարժեք հատուցումն է, որ Հիսուս կատարել է։ Նա ձգձգել է իր դատաստանը, եղել է համբերատար, նայելով իր ապագայում կատարելիք գործողությանը Քրիստոսին։ Նա հետաձգել է իր դատաստանը որոշակի ժամանակով։ Հակառակ դեպքում մենք կմեռնեինք տեղում։ Որևէ մեղք եւ անմիջապես պետք է հատուցումը գար։ Բայց այդ ինչպես է եղել, որ կամ ինչպես է լինում, որ մարդը մեղք է գործում եւ դեռևս ապրում է։ Դա նշանակում է, որ նա տգիտության ժամանակները անտեսում է, բայց հիմա պատվիրում է ապաշխարել։ Այս գաղափարը, որ Աստված զսպում էր իր բարկությունը, նայում էր խավության վրայից, կա նույնիսկ 5 տականում։ Սաղմոս 78:37-39 տեսեք ինչ է գրում։ Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև եւ հավատարիմ չէին նրա ուխտին, բայց նա ողորմած էր, խավում էր անօրենությունը ինչի հիման վրա։ Խավում էր անօրենությունը եւ չէր ապականում, լսեք, եւ շատ անգամ զսպում էր իր բարկությունը եւ չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։ Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է եւ ետ չի դառնում։ Նույնպես Պետրոսն է գրում 3:9 երկրորդ թղթի. Տերը իր խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է։ Հարց ինչի հիման վրա։ Ապագայում կատարվելիք խավության հիման վրա։ Գործկարաքելոցում կար 14:15-18-ում եւ ասելով մարդիկ այդ ինչ եք անում, տեսեք Պողոսն ու Բարնաբասը։ Մենք էլ ձեզ նման մահկանացուներ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդ ունայնություններից դառնաք, նորից հեթանոսների մասին էր, դեպի կենթանի Աստված, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամեն ինչ կա նրանց մեջ, ուշադիր լսեք, նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ իրենց ճանապարհներով գնան։ Թույլ տվեց։ Նույն գաղափարն է։ Թույլ տալ չի նշանակում համաձայնվեց։ Թույլ տալ նշանակում էր մի պահ նայեց Քրիստոսի խավության հիման վրա լույսի ներքո, որպեսզի այդ պահին չհարվածեր։ Այսպիսով տգիտության ժամանակների անտեսումը պետք է հասկանալ այնպես, որ երկար ժամանակ համբերատար Աստված հանդուրժել է մարդկային անգիտությունը կամ տգիտությունը, որն արտահայտվել է կուռքերի պատրաստման եւ պաշտամունքի մեջ։ Բայց նրա համբերությունը հավերժական չէ եւ կոչ է անում դրա համար ապաշխարության, որ պետք է ապաշխարել։ Եվ Աստծո զայրույթը, ինչպես Հռոմեացիս 1:18-ում է ասում, թափվում է անարդարացի մարդկանց վրա, քանի որ նա հստակորեն վկայում է նրանց իր մասին արարչագործության մեջ։ Եվ այնուամենայնիվ նա ներում է նրանց անցյալում գործած մեղքերը։ Պատկերացնում եք, որքան ազդեցիկ կարող է լինել
այն մարդու համար, ով գիտակցում է իր մեղքերը կամ մեղքերից որոշ չափ, իրեն ասես, գիտես, Տերը հաշվի չի առնում մինչև այսօր ինչ ես արել։ Անտեսում է անցյալում քո կատարած մեղքերը։ Եվ հիմա քեզ հրամայում է, որ դու ապաշխարես։ Հնազանդվես Քրիստոսին։ Եթե հեթանոսները նախկինում պատասխանատվություն էին կրում իրենց անգիտության համար, Աստծո հայտնության պատճառով, Աստված արարչագործության մեջ էր հայտնվել, այժմ նրանց պատասխանատվությունը ավելի մեծանում է, որտեղ նրանք լսում են Հիսուսի մասին։ Եվ եթե մերժեն, նրանց համար, ինչպես Հիսուսն ասաց, Սոդոմ Գոմորի համար ավելի տանելի կլինի դատաստանի օրը, քան նրանց։ Սա Աստծո վերաբերմունքն է անցյալ մեղքերին։ Նա անտեսում է տգիտության ժամանակները։ Հարց արդյոք ավետարանելիս ճիշտ բացատրում եք Աստծո մեղքեր անտեսելու հարցը։ Արդյոք լսողները հասկանում են, որ Աստված Հիսուսի ապագա քավությանը նայելով հետաձգում էր պատիժը, եւ այդ իմաստով էր անտեսում տգիտության ժամանակները։ Հրամայելու ժամանակին է վերաբերվում ոչ միայն անցյալի մեղքերին Աստծո վերաբերմունքը, այլ նաեւ հիմային, տեսեք, նայեք համարի շարունակությունը, բայց Աստված տգիտության ժամանակներն անտեսելով հիմա բոլոր մարդկանց պատվիրում է։ Պողոսն ասում է, որ այն ժամանակները, երբ տգետ էին, Աստված անտեսել էր, բայց հիմա նա պատվիրում է։ Այս դերբայը ցույց է տալիս հրամանի ժամանակը։ Սա շատ հետաքրքիր է, տեսեք, քանի որ հիման հնարավորություն է տալիս այս հրամանն ուղղելու բոլոր այն մարդկանց, բոլոր դեպքերում, մինչև Հիսուսի գալուստը, երբ դու նրան ավետարանում ես։ Այդ պահին դու կարող ես օգտագործել այդ հիման, որ իր համար այդ պահին ժամանակն է։ Հիման ուժի մեջ է այս երկու պարագայում։ Յուրաքանչյուրի հիման այն պահն է, երբ նա լսում է ավետարանը։ Սուրբ Գիրքը ապաշխարության ժամանակի մասին գրում է. Երկու օրինակ տեսեք հիմայի եւ ներկայում ապաշխարելու վերաբերյալ։ Եբրայեցիս 3:7 անգիրել գիտեք սա։ Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. Վաղը եթե լսեք Սուրբ Հոգու ձայն, այդպես է ասում, ոչ։ Հիմա, այսօր։ Եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում։ Նույնպես 2 Կորինթացիս 6:1-2-ում մենք գործակիցներ լինելով աղաչում ենք, որ դուք Աստծո շնորհը զուր ընդունած չլինեք, որովհետև ասում է, լսեք, ընդունելի ժամանակ քեզ լսեցի, փրկության օրը քեզ օգնեցի։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Յուրաքանչյուր մարդու համար հիման այն պահն է, երբ նա լսում է ավետարանը։ Տեսնում եք, ասում է, որ հիմա է ընդունելի ժամանակը, հիմա է փրկության օրը, այսօր, եթե լսում եք Սուրբ Հոգու ձայնը, մի խստացրեք ձեր սրտերը։ Հիշեք, սիրելիներ, երբ ավետարանում եք, նշեք, որ Աստված հիմա է այդ պահին պատվիրում, հրամայում։ Հիշում եք, քիչ առաջ խոսեցինք հեղինակության մասին, որ Աստված ինքն է Պողոսն ասում է, որ պատգամում է մեր միջոցով ձեզ։ Եվ հիմա այդ հրամանը ուժի մեջ է, տիեզերքի տիրակալի կողմից ուղված քեզ։ Ինչպես ես դրան արձագանքելու։ Հիշեք, որ ներկան կամ հիման ուժի մեջ է կամ մինչև Հիսուսի գալուստը ընդհանրապես մարդկության համար կամ ուժի մեջ է այդ պահին ավետարանը լսողի համար, քանի որ Աստված հիմա է պատվիրում, Պողոսն ասում է։ Սա ցնցող միտք է։ Աստված հիմա պատվիրում է, ոչ թե անցյալում պատվիրել է կամ ապագայում կպատվիրի, այլ նա հիմա քեզ պատվիրում է, քեզ հրամայում է, որ դու ապաշխարես ով սնահավատ կամ մեղավոր մարդ։ Սա ստեղծում է լսողի մոտ Աստծո հետ անմիջական հանդիպման ընկալում եւ պատասխանատվություն։ Կարծես քեզ կանգնեցնի անմիջական ուղիղ պատասխանատվության առջև։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում, երբ երկու հայ երիտասարդի էի ավետարանում, հին ծանոթներ էին, մեկն ասաց, կարծում եմ պատահական չի մեր հանդիպումը եւ իմ ինքնախոստովանանքը ինձ էր ասում։ Ես ասացի, որ իհարկե պատահական չէ, Տերը կազմակերպել է մեր հանդիպումը, որ դու հիմա լսես։ Եթե ասացի դու նույնիսկ ամբողջ կյանքում լսած չլինեիր Հիսուսի մասին, հիմա ժամանակն է։ Եվ դու հիմա լսում ես Հիսուսի մասին։ Եվ դու պետք է հնազանդվես նրան։ Քո կյանքը պետք է նրան վստահես, նրա ավետարանին պետք է վստահես։ Հարց ինչպես ենք ներկայացնում Աստծո հրամանի
ժամանակին վերաբերող հարցը, ում ավետարանում ենք։ Արդյոք նրան ասում ենք հիմա է ժամանակը, երբ լսում ես, թե նրան ասում ենք գնա տուն, մտածի կյանքի որևէ փուլում կարող ես պատասխանել այս հրամանին։ Ոչ, հիմա է։ Ժամանակը հիմա է։ Կամ մի մեծ մոլորություն, որը այնքան անտրամաբանական է եւ այնքան ընդունված է, որ ապշել կարելի է։ Տեսել եք, որ մարդիկ մտածում են, որ իրենք կարող են ապաշխարել երբ ուզեն։ Սա հիմնականում այն մարդկանց մոլորությունն է, ովքեր պատկերացում չունեն իրենց վաղվա օրվա մասին։ Թեպետ ոչ մեկ չունի, բայց գոնե մենք գիտենք, որ մենք վաղվա օրվա տերը չենք։ Շատերը կարծում են, որ կյանքի վերջին վայրկյանին կապաշխարեն, բայց մոլորությունն է այն, որ նրանք չգիտեն երբ է իրենց կյանքի վերջին ժամանակը եւ չկա երաշխիք, որ տերը հաջորդ պահին կայցելի նրանց։ Ընդհանրապես ապաշխարության բերելու համար։ Եբրայեցիս նամակը գոնե մեզ սովորեցնում է, որ հնարավոր է ոչ թե կորցնել փրկությունը, այլ հնարավոր է կորցնել փրկվելու հնարավորությունը, որ տրվում է Աստծո կողմից։ Դու երբեք երաշխիք չունես վաղը նորից կլսես ավետարանը թե ոչ եւ Աստված քեզ կբերի ապաշխարության թե ոչ։ Սա չի նշանակում համոզել մարդուն, սա նշանակում է իրազեկել, պարզապես ասել, որ ժամանակը հիմա է, երբ դու լսում ես ավետարանը։ Այնպես որ հիմա է ժամանակը ապաշխարության։ Աստված հրամայում է հիմա ապաշխարել, երբ լսում ես ավետարանը։ Համար երբ ավետարանում եք, վերջում կանգնեցրեք նրան ընտրության առջև, ասելով. Ինչ ես մտածում այս մասին, ով է Հիսուսը քեզ համար։ Սա ամենակարևոր հարցն է եւ շատ հաճախ եղբայրների հետ էլ է շատ առիթ եղել, երբ մարդկանց դրսում հանդիպել ենք, ժամանակ շատ չի եղել խոսելու, մի քանի բառ երբ խոսել ենք, ամենակարևոր հարցն ենք իրեն տվել. ով է Հիսուսը քեզ համար։ Եվ այդ պահին նա պետք է պատասխանի. ով է։ Սա հրամանի ժամանակի մասին է, որ նշում է Պողոսը իր քարոզում։ Սա երկրորդ տարն է Աստծո հրամանի, նայեք երրորդին։ Տեսեք, թե ինչ է ասում Պողոսը Աստծո այս հրամանին ենթակա եղողների մասին։ Ովքեր են ենթակա այս հրամանին ընդհանրապես։ Համարում ասում է, բայց Աստված դե գիտության ժամանակներն անտեսելով հիմա բոլոր մարդկանց պատվիրում է։ Բոլոր մարդկանց է պատվիրում։ Հրամայում է հիմա եւ հրամայում է բոլորին։ Չկա խտրականություն, ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։ Սա ներառում է Ադամից մինչև աշխարհի վերջին մարդը, ով կապրի մինչև Հիսուսի գալուստը։ Եթե մինչև Հիսուսի գալուստը ավետարանը Իսրայելի կորած ոչխարներին էր քարոզվում, հիմա քարոզվում է բոլորին անկախ ազգությունից, մաշկից, կրոնից, սեռից եւ անկախ ամեն ինչից։ Սա համընդհանուր հրաման է, ուղղված յուրաքանչյուր շնչող մարդու երկրի վրա։ Հիշում եք, մինչև Հիսուսի գալուստը կար հերթականություն, նախ հրեային, հետո հույնին։ Հետո ինչ եղավ։ Եղավ այն, որ օրինական կերպով Աստծո ընտրյալ ժողովուրդը մերժեց իր ուղարկած Մեսիային եւ ավետարանը գնաց հեթանոսներին։ Եվ դրա մասին մենք Գործք առաքելոցում ենք տեսնում 13:46-ում նախ Պողոսն ասում է. ձեզ պետք է Աստծո խոսքը խոսվեր, հրեաներին է ասում, բայց քանի որ դուք մերժում եք ու ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։ Նաև Հռոմեացիսում է Պողոսը այս կարևոր հարցին պատասխանում 11-րդ գլուխ 11-12-րդ համարներում ասում է. միթե սայթակեց Իսրայելը, որ կործանվի, քավլիցի, բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։ Այսինքն Աստված այնպիսի իմաստությամբ, հերթականությամբ դասավորեց ավետարանի տարածումը, որ նրա ժողովրդի մերժմամբ տարավ հեթանոսներին, հեթանոսների փրկությամբ կգրգռի սրանց զայրույթը, երկուսին պարփակեց անգիտության մեջ, անհավատության մեջ, որպեսզի երկուսին էլ կարողանա ողորմի։ Եվ այս ծրագիրը հերթականությունը Պողոսը պատկերացնելով 11-րդ գլխի վերջում մտքերի հրավառությունն է։ Օ Աստծո մեծության, իմաստության, անհունություն, որքան անզննելի են քո ճամփաները։ Այսինչ ես մտածել, այսինչ ծրագիր ես մտածել։ Բոլոր ազգերին պետք է ավետարանել։ Հետաքրքիր էր։ Այս անգամ էլ ինքնաթիռում մի Տոկիոից Լոս Անջելես գնացող մեկին ավետարանացի, հիմա մտածում եք ինչ լեզվով։ Պարգև չեմ ստացել։ Իմ անգլերենի սակավ իմացությամբ հոգևոր տերմինոլոգիա եւ մտքեր բավականին ավելի շատ գիտեմ։ Իմ ու նրա իմացության մակարդակը եւ մեր ձեռքերն ու ոտքերը բավարար էին, որ մենք կարողանայինք մի քիչ հաղորդակցվել եւ հետաքրքիր էր։ Ես բավականին կարողացա հարցի էությունը իրեն փոխանցել եւ իրեն ասացի հետեւյալը։ Ասացի ավետարանը վերաբերվում է նաեւ քեզ։ Կապ չունի, որ դու Տոկիոյում ես ապրում։
Աստծի ով է Հիսուսը քեզ համար վերջում։ Ասած ես Հիսուսին հարգում եմ, բայց դեռևս չեմ ընդունում։ Բայց հարգանք ունեմ իր նկատմամբ։ Աստծի դու հիմա լսեցիր ճշմարտությունը եւ այն վերաբերվում է քեզ։ Դու ենթակա ես Աստծո այս հրամանին։ Դու պետք է դարձի գաս, պետք է ապաշխարես եւ ընդունես Հիսուսին։ Շատ չերկարացնեմ այս պատմությունը, ինձ ասած կլինի Հիսուսին էլ հավատամ, Մուհամեդին էլ։ Աստծի Մուհամեդը պետք է Հիսուսին հավատար, որ փրկվեր։ Այս հրամանին ենթակա են բոլոր մարդիկ, սիրելիներ, եւ մենք երբեք պետք է չնայենք մարդու արտաքինին կամ ազգությանը ու մտածենք, որ ինչ-ինչ պատճառներով նրան չարժե ավետարանել։ Պետք է ավետարանել բոլորին, անկախ ազգությունից եւ արտաքին ու ներքին տարբերություններից։ Եթե նա մարդ է, ապա նրան վերաբերում է Աստծո հրամանը։ Քանի որ Սուրբ Գիրքն ասում է, որ բոլոր մարդկանց է Աստված հրամայում։ Մենք տեսանք ուրեմն հրամանի հեղինակին, տեսանք հրամայելու ժամանակը, տեսանք հրամանի ենթակա եղողներին, իսկ հիմա եկեք տեսնենք հրամանի նպատակը, թե ինչ նպատակ է հետապնդում, որն է նպատակը Աստծո այս հրամանի եւ դա տեսնում ենք համարի վերջին մասում։ Տեսեք, բայց Աստված տգիտության ժամանակներն անտեսելով հիմա բոլոր մարդկանց պատվիրում է, որ ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի։ Ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի։ Ապաշխարել բառը մեզ ծանոթ մեթանոյան է, որը նշանակում է միտքը փոխել, զղջալ, կարծիքը փոխել կամ խելքի գալ։ Պողոսն ասում է, որ Աստծո այս հրամանի նպատակը ձեր զղջումն է, ձեր ապաշխարությունն է։ Սա այն հրամանն է, որին երբ հնազանդվեք, շահում եք դուք միայն, եւ եթե չեք հնազանդվում, կորցնում եք միայն դուք։ Միտքը փոխելու հրամանը երբ տրվում է, նշանակում է, որ դրանից առաջ տրվել էր ճշմարտություն։ Ինչ-որ բանի հիման վրա պետք է մարդ փոխի միտքը։ Նրանց քարոզվել է ճիշտ Աստծո մասին, նրա ով լինելու, նրա չափերի, այսինքն անչափության, նրա ճանաչելիության եւ բնույթի մասին, եւ այս ճշմարտություններին նայելով կռապաշտները հստակ կարող էին արդեն ճիշտ պատկերացում ունենալ Աստծո մասին եւ կարող էին իմանալ Աստծուն պաշտելու ճիշտ մոտեցումը, ընդունելի մոտեցումը եւ ոչ թե իրենց կուրքերով։ Հիմա նրանց բավարար իմացությունը իրենց կանգնեցնում է անխուսափելի որոշման առջև։ Եվ նրանցից պահանջում է ապաշխարել, այսինքն փոխել սխալ համոզմունքը ճշտով։ Սա խիստ ուղիղ, հասցեական եւ նպատակային հրաման է։ Պետք է ապաշխարել, փոխել միտքը եւ ենթարկվել Աստծուն եւ իրեն պաշտել իր նախատեսած ճանապարհով, ոչ թե սեփական։ Սա շատ լուրջ հարց է, սիրելիներ, շատ։ Ամեն մարդ, ինչպես այս կռապաշտները ունեն իրենց ворթեգրած տարբերակները Աստծուն մոտենալու։ Բայց իրենք պետք է իրազեկվեն, որ իրենք չեն կարգեր դնողը։ Իրենք չեն որոշող, այլ Աստված է, նա ասում է, որ դու պետք է նախ ապաշխարես եւ հնազանդվես ավետարանին։ Չես կարող քեզ համար առանձին Աստծուն պաշտել, քո ուզած ճանապարհով։ Գիտեք, հենց սա է ինտելեկտուալ ձևով կոտրվելու փուլը։ Երբ դու լսելով ճշմարտությունը հրաժարվում ես քո հին ու փտած պատկերացումներից եւ ընդունում ես քո մեղավորությունը եւ քո ենթակայությունը Հիսուսի նկատմամբ։ Տեսեք ինչպես է Պողոսը ցույց տալիս, որ իր քարոզության նպատակն այն է, որ մարդիկ հնազանդվեն ավետարանին, եւ սա կարող է դառնալ հենց մեր նպատակը։ Ինչու ենք մենք քարոզում ավետարանը։ Արդյոք մենք հետապնդում ենք այն նպատակը, որ մարդկանց կանգնեցնենք այդ անխուսափելի պատասխանատվության առջև, որ հնազանդվեն Հիսուսի ավետարանին։ Տեսեք Հռոմեացիս 1:5-ում ինչ է գրում Պողոսը։ Նրա միջոցով ստացանք շնորհ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք։ Սրա համար ենք մենք քարոզում։ Բոլոր ազգերին։ Տոկիոցին էլ ներառյալ, Տոկիոից եղողը։ Սա Հռոմեացիս 1:5-ն է, Հռոմեացիս 16:25-ը ամբողջ թուղթը, տեսեք ինչպես է ավարտում Պողոսը։ Եվ հիմա նրանով կարող է ձեզ հաստատ պահել ըստ իմ ավետարանի եւ ըստ Հիսուս Քրիստոսի քարոզության, ըստ այն խորհրդի հայտնության, որ հավիտենական ժամանակներից ի վեր լուռ պահված էր, սակայն այժմ հայտնված է մարգարեների գրքերի միջոցով, հավիտենական Աստծո հրամանով եւ բոլոր հեթանոսներին ծանուցված է հավատին հնազանդվելու համար։ Գիրքն սկսում եւ ավարտում է նպատակը ցույց տալով։ Քարոզության նպատակն է բոլոր ազգերին հնազանդեցնել Քրիստոսի ավետարանին։ Եվ այստեղ նպատակը ցույց է տալիս, որ Աստված հրամայում է, որ դուք ապաշխարեք։ Նպատակն այն է, որ դուք պետք է հնազանդվեք ավետարանին։ Սա Աստծո հրամանի նպատակն է, որ մարդը պետք է ապաշխարի։
Մակարդուրն այսպես է գրում սրա մասին, ասում է հավատքին հնազանդվելու մասին, տեսեք, իսկապես փրկարար հավատը միշտ առաջացնում է հնազանդություն եւ ենթարկում Տեր Հիսուս Քրիստոսին։ Իրական փրկարար հավատը միշտ առաջացնում է հնազանդություն եւ ենթարկում Հիսուս Քրիստոսին։ Չէ՞ որ հավատը առանց գործերի մեռած է, նրանք մեկտեղ պետք է լինեն, որ ապացություն մարդ իսկապես դարձի է եկել։ Եվ Պողոս այստեղ կոչ է անում հնազանդվելու ավետարանին, հնազանդվելու Հիսուսին, ապաշխարելու եւ փոխելու միտքը։ Հիշեք, որ Հիսուսին հնազանդվելու կամ ապաշխարելու կոչերը պետք է հնչեն այն ժամանակ, երբ արդեն տրված է բավարար ճիշտ պատկերացում Աստծո մասին։ Դա համար պետք է չընդունել ընդհանրապես ավետարանչական այն մոդելները, որոնք որ առանց ճշմարտությունը լիարժեք իրազեկելու կոչեր են անում ապաշխարության։ Ինչի հիման վրա ապաշխարի, ինչից ապաշխարի։ Դրա համար երբ մարդիկ ասում են, բայց այնտեղ հյուսիսային պողոտայում ուրիշ տեղերը մարդիկ երաժշտությունը դրած քարոզում են, ինչ են քարոզում։ Արդյոք նրանց տված տեղեկությունները մարդուն տալիս են պատկերացում Աստծո ով լինելու եւ իր մեղավորության մասին։ Սա նույնիսկ տրամաբանական է, սիրելիներ, դու չես կարող զգալ փրկության կարիք, եթե դու նախ չզգաս մեղավորության փաստը։ Դու ինչպես կարող ես դիմել բժշկի, եթե դու չես հավատում, որ դու հիվանդ ես։ Եվ Պողոսը դա հրաշալի գիտի, սկզբից նա խոսում է Աստծո ով լինելու մասին, իրազեկում, տեղեկացնում է եւ հիմա նոր կոչ է անում։ Որովհետեւ մարդիկ ունենան օբյեկտիվ հիմք ապաշխարելու համար։ Դրա համար ավետարանելիս փորձեք լավագույն կերպով հասցնել Աստծո խոսքը մարդկանց մտքերին եւ Աստված էլ կհոգա, որ այն հասցնի իրեն սրտերին։ Բայց եթե դուք չտաք Աստծո նախատեսած ուղերձը փրկության համար, դա նույնն է, որ դուք չեք տալիս համապատասխան հիմք մարդու դարձի գալու համար եւ ակնկալում եք իրական դարձ։ Դա սխալ ակնկալիք կլինի։ Համարում Պողոսը պատկերացում է տալիս ապաշխարության համընդհանուր բնույթի եւ տարածական իմաստով աշխարհագրական սահմանների մասին։ Տեսեք, նա ասում է ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի։ Ամեն մարդ ամեն տեղ արտահայտությունը ընդգծում է, որ Աստծո մոտ չկա աչառություն եւ պետք է ապաշխարել աշխարհի 4 անկյունում։ Գիտեք, սա հետաքրքիր է, քանի որ մենք միշտ տեսնում ենք աշխարհում օրենքներ, կարգեր, կանոններ, սովորություններ, որոնք հատուկ են որոշ երկրների, խմբերի, եւ այդ համընդհանուր լինելու գաղափարը կարծես մեկ-մեկ մոռանանք։ Օրինակ, ես իմ կյանքից կարող եմ ձեզ պատմել, եթե ունեցել եք նման փորձառություն, երբեմն լինում է, որ օտար երկրում եմ լինում, մի պահ իմ միտքը, իհարկե դա վայրկյանների հարց է, իմ միտքը նույն ուշադրությամբ չի աշխատում ավետարանելու հարցում, ինչ որ Հայաստանում։ Ինձ պետք է ոնց որ կենտրոնացնեմ, որ գիտես, այստեղի մարդիկ էլ նույն Հիսուսի կարիքն ունեն։ Իսկ Պողոսի մոտ այս մտային սահմանափակումը չկար։ Ուր որ լինի, ամեն տեղ։ Եվ Աստված հրամայում է, որ պետք է ապաշխարել ամեն տեղ մարդիկ։ Որ գնում ենք հանգստի, հյուրանոց կլինի, լողավազան կլինի, բոլոր տեղերում տեսնում եք մարդ շնչող է, մարդ է, ինքը կարիք ունի։ Եվ նրանք կարող եք ավետարանել։ Գիտեք, թեորապես գիտենք, որ ավետարանը ազգերի համար է, բայց գործնականում երբեմն մոռանում ենք, երբ մեր տարածքներից դուրս ենք լինում։ Այստեղ մտահորիզոնը ընդլայնելու հարց կա։ Պողոսի մոտ դա լավ ընդգծվում է։ Ամեն մարդ ամեն տեղ, աշխարհի 4 անկյուններում։ Արդյոք քարոզելիս նշում ենք տրամաբանական նպատակը Աստծո հրամանի, որը ապաշխարությունն է, թե թողնում ենք գնդակը առանց հարվածի։ Դա կարծես դարպասին մոտ կանգնենք, դատարկ դարպասներին եւ ֆուտբոլիստը գոլ չխփի։ Սիրելի մարդ, Աստված հրամայում է քեզ, որպեսզի ապաշխարես, եւ եթե դու չգիտես, թե ինչու է անհրաժեշտ ապաշխարելը, միտքը փոխելը, տես ինչ է ասում Աստծո խոսքը այդ մասին։ Սա հրամանի նպատակն էր։ Եվ ահա այժմ Պողոսը ներկայացնում է հրամանի պատճառը։ Այսինքն պատասխանում է տրամաբանական այն հարցին, թե ինչու պետք է ապաշխարել։ Ինչու պետք է ապաշխարել։ Նայեք 31-րդ համարին, պատճառն է տալիս, քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի։ Այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց, եւ ամենքին հավաստիացրեց նրան մեռելներից հարությանով։ Այստեղ Պողոսը ներկայացնում է Աստծո հրամանի պատճառը։ Այսինքն թե ինչու է Աստված հրամայում ապաշխարել։ Հրամանի նպատակը այո ապաշխարությունն է, իսկ հրամանի պատճառը որն է։ Այն է, որ Աստված սահմանել է դատի օր։
Աստված սահմանել է դատի օր։ Այսինքն պետք է ապաշխարել, քանի որ Աստված սահմանել է դատաստան, սիրելի մարդ։ Սա ահասարսուռ է, սա վախենալու է, սա սթափվելու փաստ է, որ արդեն սահմանված է դատի օր։ Պատկերացնում եք, այստեղ ասում է, որ Աստծո օրացույցում կա օր, եւ դա դատի օր է։ Ո՞վ է սահմանողը։ Աստված։ Ինչ է սահմանել։ Դատ։ Որոշակի է այն թե անորոշ, կլինի թե ոչ։ Այո, այն որոշակի եւ ունի հստակ օր, եւ այն մեծ օր է, մեծ դատի օր է։ Դատ բառը քրինո բառն է հունարենում, որ նշանակում է բաժանել, ընտրել, դատել, եզրակացության գալ կամ հանգել եզրակացության, դատարան հրավիրել նաեւ կամ դատապարտել։ Ստացվում է, որ Պողոսն այս կռապաշտներին ասում է, որ Աստված հրամայում է յուրաքանչյուրի ապաշխարել, քանի որ ձեզ սպասվող օր կա, թեժ եւ անողորմ օր, եւ այդ օրը սահմանված է, եւ այն դատի օր է, որտեղ Աստված պետք է գա եզրակացության, պետք է բաժանի, առանձնացնի, մեղադրի կամ արդարացնի մարդկանց։ Երբևէ եղել է դեպք, որ որևէ պատասխանատու պահի հոգուտ ձեզ կարողանաք աննկատ մնալ։ Դա կյանքում գուցե լինի, բայց դատարանի ժամանակ, դեկնային դատարանի դատաստանի օրը հնարավոր չէ լինել աննկատ։ Եվ Աստված յուրաքանչյուրին կանգնեցնելու է հաշվետվության, դատելու է, ելնելով ամենակարևոր հարցից, երբ լսել ես ավետարանը, ինչ ես արձագանքել։ Հնազանդվել ես Հիսուսին, թե ոչ։ Ոչ մի ուրիշ պատճառաբանություն եւ բացատրություն չի ընդունվելու այնտեղ։ Պողոսն ասում է, որ Աստված սահմանել է։ Սահմանել բառը նշանակում է դնել, տեղադրել, բառացի։ Այսինքն Աստծո օրացույցում այն արդեն կա ու այն երբեք չի փոխվելու։ Ահա քեզ եւս մեկ փաստ, թե ինչու է պետք ապաշխարել, քանի որ սահմանված օր կա դատի։ Աստծո սահմանած բաները փոփոխության չեն ենթարկում։ Դրա համար պետք է կտրել մարդկանց բոլոր այն մոլորված հույսերի թելը, որ նրանք մտածում են, որ ամեն բան լավ է լինելու։ Մարդիկ անիմաստ, անհիմն ձևով հավատում են նման ստերի, սկսած ծննդյան առիթներից մինչև ամենատխուր օրերը, մարդիկ իրար անհիմն մխիթարում են եւ ասում, որ ամեն բան լավ է լինելու։ Իսկ Սուրբ Գիրքն ասում է, որ ոչինչ լավ չի լինելու նրանց համար, ովքեր դեռ չեն ապաշխարել, ովքեր Հիսուսին դեռևս չեն հնազանդվել, այս տիեզերական հրամանին դեռևս չեն ենթարկվել։ Նման մարդկանց նույնիսկ ծննդյան օրերին պետք է գուժել այս լուրը, որ սահմանված է դատի օր, սիրելի մարդ։ Դու պետք է հիմա արձագանքես ապաշխարությամբ։ Պետք է չհետաձգես այն։ Հետաքրքիր է, ինչպես կարձագանքեր Պողոսը, երբ Հայաստանում մասնակցեր հուղարկավորության կամ սգո սրահներում կատարվող արարողությունների, որտեղ մահացածի համար հավաքվածների գլխի տակ փափուկ բարձ են դնում առաքելական եկեղեցի կոչվողներն ու ներկայացնողները։ Ինչ են լսում այդտեղ հավաքված մարդիկ։ Լսում են, որ հիմա պետք է աղոթեն մահացածի հոգու համար։ Պետք է չտխրեն, որ մահացածը նայի եւ ուրախանա։ Սա նույնիսկ ծիծաղել է, հեքիաթի է նման, բայց կարծեմ դուք անձամբ եք լսել։ Կամ որ մահացածը գնաց իր հավիտենական տունը, նկատի ունենալով գերեզմանը։ Կամ որ պետք է հանգիստ լինել, քանի որ նա ազատվեց այս երկրային դաժան օրերից եւ նման կործանարար հեքիաթներ են լսում։ Հենց այդ սքոտունը լավ առիթ է, սիրելիներ, ասելու, որ կա դատի օր։ Եվ այդտեղ մենք հավաքվում ենք ոչ թե մահացածի համար, այլ նստողների։ Եվ ասեմ, որ ինչ որ իմաստով ճիշտ կասկենք, ես շատ ուրախանում եմ, որ առիթներ լինում գնալու։ Որտեղ դա հրաշալի առիթ է խոսելու ստույգ մահվան մասին։ Որ մարդիկ կարող են տեսնել պարկածին եւ մտածել, որ վաղը իրենց հերթն է։ Ուր ես գնում։ Արդյոք Հիսուսին ունես, արդյոք ապաշխարել ես թե ոչ։ Քեզ սպասվում է ահեղ դատաստանը։ Դու պետք է ապաշխարես, որովհետեւ կա օր։ Աստծո օրացույցում պատտվում են այդ օրերը եւ գալու այդ օրը։ Դու պետք է կանգնես հաշվետվության։ Դա մեծ օր է լինելու, ահարկու, մռայլ ու անխուսափելի բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ չեն։ Հռոմեացիս 8:1-ն ասում է, ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Այս խոստումը բոլորին չէ ուղղված, սիրելիներ, սա սահմանափակ խոստում է։ Եվ ուժի մեջ է միայն նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Իսկ Հիսուս Քրիստոսի մեջ լինում են վերստին ծնունդով եւ գիտակցական ապաշխարությամբ։
Այնպես որ թող դուրս գան բոլորի գլխի տակից փափուկ բարձերը, դատաստանից խուսափելու հավանականության մասին։ Հարց երբ ավետարանում եք, արդյոք Աստծո հրամանի պատճառը մատնանշում եք մարդկանց։ Ինչու է հրամայում Աստված։ Արդյոք ասում եք, որ Աստված դատի օր է սահմանել, որը չի չեղարկվելու։ Դու պետք է դարձի գաս դրա համար։ Քարոզեք ավետարանը ոչ կիսատ, այլ ամբողջական, քանի որ նույն սիրող Աստվածը նաև ժամանակի լրման հետ դատելու է մարդուն։ Դրա համար երբ մենք խոսում ենք խարիզմատական շարժման դեմ, շատերն ասում են, բայց ախր նրանք նույն տեսեք Աստծո սիրո մասն է խոսում։ Սիրելիս, դա ավետարանի կեսն է։ Դա կիսատ է։ Նույն Հիսուսն է դատելու։ Նույն սիրող Հիսուսը, որի մասին դու քարոզում ես, մարդիկ հուզվում են, այդ նույն Հիսուսը դատելու է ապագայում։ Ինչու դա չես ասում։ Առաքյալը չէր հասկանում այդքանը, որ հիմա այս մեծ փիլիսոփայական դպրոցին կանգնած զրույցը չի ավարտում ուրախ նոտայով, այլ խոսում է մի բան, որից հետո կարող է քարերով իրեն հարվածեն։ Դա համար ավելի լավ է մարդիկ տրտմած գնան, բայց դատաստանի մասին լսած, քան միայն Աստծո սիրո մասին, բայց զուրկ ամբողջական պատկերի ընկալումից։ Հաջորդիվ Պողոսը ասում է, թե դատի մեխանիզմն ինչպես է լինելու, նայեք համարին։ Ով կամ ովքեր են դատողները։ Քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց։ Այսպիսով դատի օր կա, սահմանված է եւ կա նաեւ դատողը։ Դա այն մարդն է, ում Աստված նշանակել է։ Իսկ ով է նա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հայք Հովանու 5:22-ից 27։ Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը իր որդուն է տվել, որպեսզի բոլորը որդուն պատվեն ինչպես հորը։ Սա այլ նրանց մասին, ովքեր Հիսուսին Աստված չեն ընդունում։ Որդուն պատվեն այնպես ինչպես հորը։ Ով որդուն չի պատվում նաև հորը, ով ուղարկել է նրան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով լսում է իմ խոսքը եւ հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի եւ չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը, ովքեր լսեն կապրեն, որովհետեւ ինչպես հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ որդուն դարձրեց կյանքի աղբյուր եւ իշխանություն տվեց մարդկանց դատելու։ Որովհետև նա մարդու որդին է։ Տեսնում եք, հայրը դատելու ողջ իշխանությունը տվել է Հիսուսին։ Հեղինակներից մեկը գրում է Հիսուսը եկավ այս աշխարհ որպես մարդ, ապրեց այստեղ մարդկանց մեջ եւ մահացավ խաչի վրա որպես տղամարդկանց եւ կանանց, այսինքն մարդկության փրկիչ։ Մարդ լինելով աշխարհ գալով նա մերժվեց եւ նահատակվեց, բայց մի օր նա կրկին կգա դատելու իր թշնամիներին եւ կպատվվի աշխարհում, որ մի ժամանակ այդքան անողոք վարվեց նրա հետ, քանի որ նա եւ Աստված է եւ մարդ, նա կատարյալ դատավոր է։ Պողոսն ասում է, որ դատը, որ Աստված պետք է անի, դա արվելու է Հիսուսի ձեռքով, այսինքն անձամբ Հիսուսն է դատելու։ Սա էլ այն մարդկանց համար, ովքեր միայն Հիսուսի սիրո մասին են քարոզում, Հիսուսին ներկայացնում են որպես մեկը, ով սիրուց բացի ուրիշ բան, ներողություն եմ խնդրում ձևակերպման համար, ուրիշ բան չի անելու, ուրիշ ոչինչի ընդունակ չէ։ Որքան հակասական, բայց նաև ճիշտ ապրումներ կունենանք, երբ ճիշտ մտածենք Հիսուսի այս երկու դերի մասին էլ։ Նա փրկիչ է։ Այո։ Նա դատավոր է։ Այո։ Հիսուսը փրկիչ է իրեն հավատացողների համար եւ դատավոր է իրեն մերժողների համար։ Սրանք Հիսուսի պաշտոններից են եւ Հովնա եղբայրը հրաշալի Հիսուսի պաշտոնները մեզ արդեն ներկայացրել է համակարգված Աստվածաբանությունում։ Ուրեմն որքան հավաստի է սահմանված օրը, նույնչափ հավաստի է դատավորը, Աստված դատելու է Քրիստոսի ձեռքով։ Այդ խաչված ձեռքերը այդ օրը ցույց կտան ամեն մեկին իր տեղը։ Լավ, իսկ ինչպես իմանանք, որ այս դատը հավաստի է։ Այս լսարանը գուցե Պողոսին այս հարցը տար։ Այն ընդհանրապես կլինի, թե ոչ։ Ավետարան լսողը կարող է ասել, դե դուք ասում եք, որ կլինի, մյուսներն ասում են, որ վերջում էլ հաշվետվություն չկա, կերխմի, որովհետև մեռնել կա եւ ոչ մի հաշվետվություն չկա, որին հավատալ։ Ինչպես վստահ լինել, որ կլինի այդ դատը։ Պողոսը իր քարոզում անդրադառնում է նաեւ այս հարցին։ Տեսեք, որպեսզի լսողների մոտ որևէ կասկած չմնա Աստծո հրամանի վերաբերյալ, որ այն իսկապես Աստծո հրամանն է, այն հիմա է հնչում իրենք ենթակա են այդ հրամանին, իրենք պետք է ապաշխարեն, որ դատը կատարելու է հենց Հիսուսը, նայեք համարի վերջին մասին
ինչ է ասում Աստված, որ անպայման այն իրականանալու է։ Քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց ուշադրություն եւ ամենքին հավաստիացրեց նրան մեռելներից հարուցանելով։ Հավաստիացրեց։ Հավաստիացնել բառը պիստիսն է հունարեն, հավատ բառն է, որը նշանակում է հավատ, բայց այստեղ խոսքը ոչ թե հավատ տալու մասին է, այլ համոզմունք, վստահություն տվեց Աստված։ Տվեց հիմք, որ մարդիկ կարողանան վստահ լինել, որ լինելու է դա։ Իսկ ինչպես դա արեց։ Իմաստը հետևյալն է. հավաստիություն, ապացույց, վստահելի հիմք, որ վստահ լինեն, որ տեղի կունենա այդ դատաստանը։ Այսինքն միտքը հետևյալն է. Աստված բոլոր մարդկանց տվել է հաստատ հիմք հավատալու, եւ այն է Հիսուսի մեռելներից հարությունը։ Տրամաբանությունը հետևյալն է. նա ով պետք է դատի, ինքը չէր կարող մեռած լինել։ Ուզում ես վստահ լինել, որ դատը իրականանալու է։ Նա իր դատողին կենդանի է թե ողջ։ Ողջ է։ Նա հավաստիացրել է եւ այդ հավաստիացումը եղել է հենց Հիսուսի հարությամբ։ Տեսնում եք, Աստված ճեղք նույնիսկ չի թողել իրեն սխալ հասկանալու, իր ասածների նկատմամբ համոզված չլինելու հարցերում։ Եվ հիմա էլ ոչ միայն հրամայում է ու տեղեկացնում, թե ինչ է լինելու ապագայում, այլ նաեւ ասում է, ահա տեսեք, ձեզ 100%-անոց հիմք եմ տալիս, որ ասածներս իրականանալու են եւ ապացույցն այն է, որ իմ ընտրած մարդը հարություն է առել։ Եվ նա կենդանի է ու սպասում է սահմանված օրվան։ Խնդրում եմ մի պահ մտածեք։ Քանիսն են իսկապես հավատում, որ լինելու է դատաստան Հիսուսի ձեռքով։ Հիսուսի հարությունը նշողների մեծ մասը երևի չի էլ հավատում իրականում, քանի որ նշում են առանց գիտակցության։ Որ այդ Հիսուսի առաջ պետք է խոնարհվել, պետք է ապաշխարել, պետք է ենթարկվել նրան։ Նրանց համար ուտել խմելու առիթ է, ձուն երկելու, նապաստակներ բերել։ Դրանք ընդհանրապես աղերս չունեն այդ տոնի հետ։ Եթե նրանք գիտակցեին մի փոքր ինչ է նշանակում Հիսուսի հարությունը, նրանք կզգային Հիսուսին ենթարկվելու անհրաժեշտություն։ Եվ Աստված ասում է, որ այստեղ տվել եմ։ Նայեք, բոլոր մարդկանց կարող եք քարոզել։ Կասկածում ես, որ լինելու է դատաստան, նայիր Հիսուսի հարությանը։ Հավատում ես հարություն է առել, նա ողջ է։ Նա սպասում է սահմանված դատի օրվան, երբ պետք է վերադառնա, պետք է դատի։ Հարց, երբ ավետարանում ես Աստծո հրամանի մասին, օգտագործում ես Հիսուսի հարությունը որպես փաստ սպասվող դատաստանի։ Սա հրաշալի փաստարկ է։ Ապոլոգետիկ գիտելիքները կարելի է ուժեղացնել։ Հասկանում ես քո օրերում ապրող մարդկանց, որ նրանք նայելով Հիսուսի հարությանը կարող են համոզված լինել, որ իրենց վրա գալու է դատաստան, այն չի ուշանալու, այն չի ննջելու, ինչպես Պետրոսն է ասում։ Հիշեք, Հիսուսի հարությունը ապացույց է սպասվող դատաստանի։ Նա ողջ է, նա կենդանի է։ Եվ հենց դա էլ Աստված օգտագործել է որպես հավաստիացում ապրող մարդկանց, որ այդ դատը իրականանալու է։ Սա ամենաբեկումնային կետն է, քանի որ հունական մտածողությունը, փիլիսոփայությունը այլ կերպ էր հավատում հարության հարցին։ Շուտով կտեսնեք նրանց արձագանքը։ Եվ ահա սրանք են Աստծո հրամանի 5 տարրերը, որոնք Պողոսն իր քարոզի վերջում նշեց։ Նա ասաց, որ այս հրամանի հեղինակը Աստված է, ասաց, որ այդ հրամանը հիմա է գալիս քեզ համար Աստծո կողմից, ասաց, որ հրամանին ենթակա են բոլոր մարդիկ առանց բացառության, ասաց նաև պատճառը հրամանի սպասվող եւ սահմանված դատաստանն է, որը իրականանալու է Հիսուսի ձեռքով, եւ նշեց նաև, որ Աստված բոլորին հավաստիացրել է դրա մասին Հիսուսին հարություն տալով։ Հարց սիրելի մարդ, դու ինչպես ես արձագանքում այս տիեզերական հրամանին։ Մինչ դու կմտորես, եկեք տեսնենք շատ արագ ինչպես Պողոսի լսարանը արձագանքեց ու ավարտենք։ Հաջորդ համարներում տեսնում ենք 3 արձագանք Աստծո հրամանին, 3 արձագանք 32-ից 34 համարներում։ Եվ քարոզի արդյունքը հետևյալն էր. 3 արձագանք՝ ծաղրանք, հետաձգում, ապաշխարության եւ դարձ իրական ավետարանի ընդունում։ Նայեք 32-ից 34-րդ համարներին։ Երբ լսեցին մեռելներից հարություն առնելու մասին, ոմանք ծաղրում էին, բայց ոմանք ասացին. դրա մասին մի ուրիշ անգամ կլսենք քեզնից։ Եվ այսպես Պողոսը նրանց մոտից հեռացավ։ Բայց մի քանի մարդիկ նրա կողմն անցնելով հավատացին, որոնցից մեկը Դիոնիսիոս Արիսպագացին էր, Դամարիս անունով մեկին եւ ուրիշներն էլ նրանց հետ։
Այսպեսով Ղուկասը նշում է, որ Պողոսի քարոզին եղան արձագանքներ, բայց թե ինչպիսին էին դրանք, նայենք հերթով։ Առաջինը ծաղրական արձագանքներ։ Նկատեք համարում, թե ինչու ծաղրեցին նրան, սա չափազանց կարևոր է։ Երբ լսեցին, այո, մեռելներից հարություն առնելու մասին։ Այսինքն կարելի է լսել մինչև մեռելների հարություն, բայց մեռելների հարության փաստի մասին խոսելով արդեն չափն անցնում ես կարծես Պողոս։ Մատը ճիշտ դնում ես ամենացավոտ կետին, հարցին։ Հիշում եք համատեքստը, Պողոսը աթենքում է փիլիսոփաների մոտ, էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներն են լսում նրան։ Եվ շատ հույն մտածողներ կարծում էին, որ մարմինը ցածր բան է, բանտ է հոգու համար, այդ պատճառով թեև որոշները ընդունում էին հոգու գոյությունը մահից հետո, բայց նրանք մերժում էին մարմնի վերականգնումը կամ հոգու վերամիավորումը։ Դրանց համար հիմարություն էր, որ նորից կարող է մարմինը մտնել հոգու մեջ, հոգին մտնել մարմնի մեջ եւ մարդը կենթանանար։ Սա հիմարություն էր հույների համար եւ ծաղրում էին Պողոսին։ Սա անհեթեթ եւ անընդունելի էր, ծիծաղելի էր նրանց համար։ Նմանները ունեն խոր փիլիսոփայական գիտելիքներ, բայց ծիծաղում են Աստծո խոսքի վրա եւ իրենց կամքով եւ որոշմամբ քայլում են դեպի դժոխք։ Սա սпасելի արձագանք է հունական մտքից։ Գիտեք, մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր կարող են համեմատաբար լավ լսել ավետարանը, բայց մինչև հարություն։ Քանի որ երբ հնչում է հարության մասին, հոգու եւ մարմնի միավորման եւ դատաստանի մասին, ապագա հաշվետվության մասին, մարդիկ մերժում են այդ փաստը, որոշում են մերժել ամենահիմարական պատճառաբանություններով։ Դա չի նշանակում, որ նրանք չհասկացան պահանջը։ Դա նշանակում է, որ դա նրանց մտքի համար հիմարություն էր։ Եվ այս դեպքում այն արտահայտվում է ծիծաղելով եւ հեգնելով։ Մի օր մեկին ավետարանում էի, լսեց քաղաքավարի կերպով, տպավորություն էր, որ նա հավատում է ինչ որ ասում եմ։ Վերջում ասացի, լավ, մի հարց էլ ասացի քեզ տամ։ Հավատում ես, որ մահից հետո կյանք կա։ Ասա այդ մեկին չեմ հավատում։ Էլ ինչին ես հավատում։ Էլ ինչին ես հավատում։ Քո հավատը մինչև գերեզման է, թե գերեզմանից այն կողմ։ Փուչ հավատը կարող է ընդունել ավետարանը մասամբ, մինչև հարություն։ Սիրելի եղբայր եւ քույր, որ ամեն օր ավետարանն է ստանում, մի վախեցիր ու մի շփոթվիր նման արձագանքից, քանի որ նրանց արձագանքը բացահայտում է իրենց իրական հավատը Հիսուսի հանդեպ։ Հոժարությամբ կրիր այդ բոլորը հանուն Հիսուսի, նույնիսկ եթե ծաղրեն քեզ։ Եվ մեկ արձագանք կա համարում, եւս մեկ արձագանք կա, տեսեք, ոմանք էլ ինչ ասացին, դրա մասին մի ուրիշ անգամ կլսենք քեզնից։ Սա հետաձգում է, այո, սա կոչվում է դարձի հետաձգում։ Հակառակ այն բանին, որ Պողոսը ասաց հիմա է Աստված հրամայում, ոմանք էլ անտեսեցին այս հրատապատվերը եւ կարծեցին, որ ապագայում կունենան առիթ, որը խիստ կասկածելի է։ Տեսնում եք, հարության եւ դատաստանի վարդապետությունն իր դեր է կատարում ավետարանության ժամանակ։ Այն կարծես փորում է հավատի հիմքերը ու ջրի երես է հանում մարդու իրական համոզմունքները։ Ուզում եք իմանալ մարդը ինչ խորության ընկալում ունի ավետարանի մասին, հարցրեք հարության մասին։ Պողոսը 10 Կորինթացից նավակում, եթե հարություն չկա, փուջ է, ամբողջ հավատը փուջ է։ Դրա վրա է կառուցվում մեր քրիստոնեական հավատը։ Հիշեք, որ ավետարանելիս կհանդիպեք նաև այս խմբին, սիրելիներ, որոնց երբ քարոզեք Աստծո հրամանի մասին, դարձի ու ապաշխարության մասին, հարության դատաստանի մասին, նրանք կհետաձգեն իրենց պատասխանը։ Սա գիտեք ինչի է նման, մենք ձեզ կզանգենք։ Դրան է նման։ Քաղաքավարի, քաղաքակիրթ մերժումն է սա։ Մի ուրիշ անգամ քեզնից կլսենք։ Լավ ես խոսում, բայց մի ուրիշ անգամ։ Սա երկրորդ արձագանքն է, դարձի հետաձգում։ Ինչ էր անում Պողոսը սրանից հետո։ Նա հեռացավ, նա ոչ համոզեց, ոչ վիրավորեց, նայեք համարին, ոչ խնդրեց, ոչ աղաչեց, ոչ մանիպուլացրեց, վարպետորեն, ոչ անպայման ապաշխարության աղոտ քաշեց, կներեք, որ այսպես եմ ասում։ Ժամանակին մարդկանց հետ Միացյալ Նահանգներից եկած, իրենց չեն վատաբանում, սխալ չհասկանաք, մարդիկ կային, որոնց հետ որ գնում ենք ավետարանության, կարծես նպատակ էր, որ միայն թե ապաշխարության աղոտ կանեն, իրենց ընկալմամբ։ Եթե անեին այդ աղոթքը, կապ չունի, ինչ են լսել, ինչին են հավատում, ինչին չեն հավատում։ Իրենք նշում էին, որ այս մարդը ապաշխարեց, այսօր 3-4 հոգի, բայց դրանցից ոչ մեկ չլսեց ոչ Աստծո մասին, ոչ իրենց մեղավորության մասին։ Պողոսը ոչինչ չի անում։ Լուրջ կրում է եւ նայեք 33-րդ համարին, որ նա հեռանում է։ Սպասեք, բայց ամեն ինչ չավարտվեց այստեղ։ Եվ այսպես
Նայեք վերջին համարին 34-ին ու տեսեք Աստծո ընտրյալներին, որոնց համար էլ ավետարանը դարձավ Աստծո զորությունը։ Տեսեք վերջին արձագանքը, որը արտահայտվեց ավետարանի ընդունմամբ, բայց մի քանի մարդիկ նրա կողմն անցնելով հավատացին, որոնցից մեկը Դիոնիսիոս Արիսպագացին էր, Դամարիս անունով մի կին եւ ուրիշներն էլ նրանց հետ։ Ահա Ուրկանը դատարկ հետ չդարձավ, այլ բերեց մի քանիսին։ Գիտեք, սա նման է փակ դռների, որոնք հերթով պետք է թակել եւ տեսնել ով կբացի։ Շատ մարդիկ են, դու չգիտես ովքեր կարձագանք են։ Սա մեր կողմից անիմանալի փաստ է, բայց Տերը գիտի եւ մի քանի համար հետո դրա համար Պողոսին կասի Կորինթոսում գնա քարոզի մի վախցի, որտեղ ես այդ քաղաքում ընտրյալներ ունեմ։ Մարդիկ կան, որոնք որ պետք է լսեն ավետարանը։ Սա արձագանքի եւս մեկ եւ բաղձալի տեսակ է, հավատ ավետարանին։ Սրանց դարձն ու հավատը իրական էր թե ոչ, ինչ եք կարծում։ Տեսնում եք ավետարանի զորությունը, նույնիսկ փիլիսոփայական ու կրոնական համակարգում գտնվող մարդկանց համար։ Դրա համար երբեք չկասկածեք, որ Աստծո խոսքը պարապտեղը կքարոզվի։ Այն լսողներից շատերի համար կլինի դատաստանի առիթ ապագայում, շատերի համար փրկության։ Իրենց դարձի մասին էլ մի պահ մտորենք, ինչ եք կարծում, իրական էր թե ոչ։ Նրանց դարձի իրական էր, քանի որ Ղուկասը նշում է, թե նրանք որպես իրենց հավատի ապացույց ինչ արեցին։ Տեսեք, բայց մի քանի մարդիկ նրա կողմն անցնելով հավատացին։ Պողոսի կողմն անցնելով։ Ահա այսպես են հավատում, տեղն ու ընթացքը փոխելով։ Սա է մեթանոյան։ Ասում է Պողոսի կողմն անցնելով, չհավատացին մնալով փիլիսոփաների կողքը, քանի որ այն կլիներ կեղծ, եւ եթե քո հավատը չի փոխում կյանքիդ ընթացքը, դու չես ապաշխարել, սիրելի մարդ։ Եթե լեզուդ դավանում է, բայց կյանքդ ոչ դու խաբված ես, քանի որ հավատն առանց գործերի մեռած է։ Եթե դու հիմա այստեղ ես եւ շաբաթվա 6 օրը աշխարհիկից ոչնչով չես տարբերվում, կյանքդ ոչինչ ցույց չի տալիս, միտքդ չի փոխվել, սիրտդ չի փոխվել, ուրեմն քեզ մոտ խաբվածության ամենածանր տեսակն է։ Պետք է հավատալով Աստծո եկեղեցուն միանալ, ինչպես մենք տեսնում ենք ողջ Աստվածաշնչում։ Դրա համար կասկածելի է նույնիսկ այն մարդկանց դարձը, ովքեր շատ հեշտ ու հանգիստ, ուրախ ու զվարթ, առանց Աստծո եկեղեցու կարիքն զգալու ապրում են իրենց ամբողջ կյանքը, բայց մտածում են, որ իրենք հավատացել են։ Հավատացողները հեռանում են իրենց կյանքից եւ միանում են Աստծո եկեղեցուն։ Սա եւս հնարավոր եւ ամենասպասված արձագանքն է, որի համար արժե դիմանալ։ Պողոսն ասում էր հանուն ընտրյալների ամեն ինչի դիմանում եմ։ Այստեղ Ղուկասը նշում է երկու անուն՝ Դիոնիսիոսին, Արիսպագացին եւ Դամարիսին։ Նրանց մասին այլ տեղեկություններ չկան Աստվածաշնչում։ Այս Արիսպագացին, Դիոնիսիոս Արիսպագացին հնարավոր է, որ նա լինի այս փիլիսոփաներից մեկը, սա ենթադրությունն է, պատմական որոշակի տեղեկություններ են տալիս, եւ Դամարիսն էլ հնարավոր է, որ լինի նորից մի ազնվական կին, եւ ինչու են նշում նրանց անունները, ամենայն հավանականությամբ ցույց տալու համար, որ այդ ժամանակվա ընդունված բարձր վերնախավից նույնիսկ ավետարանին հնազանդվողներ կան։ Եվ հետո նշում է եւս մի քանիսին, ասում է, որ մի քանիսն էլ եղան։ Այսինքն տպավորություն է, որ շատ չէին, գուցե 10 կամ 8 կամ 15, չգիտենք, բայց փաստացի ավետարանը հավաքեց եւս Աստծո ընտրյալներին։ Եվ այսպեսով Պողոս առաքյալը իր քարոզը ավարտեց այս հրամանը ցույց տալով, հրամանի վերաբերյալ կարևոր ճշմարտություններ փոխանցելով, եւ շատերը դարձի եկան եւ միացան եկեղեցուն։ Եկեք մի քանի դասեր վերցնենք եւ ավարտենք։ Առաջին ավետարաններից քարոզեք Աստծո հրամանի մասին։ Աստծո հրամանի մասին։ Երբ սրանից առաջ կապենք նախորդին, դուք քարոզել եք արդեն Աստծո մասին, նրա ով լինելու մասին, սա վերջին կետն է, որ մարդուն պետք է կոչ անեք ապաշխարության, խոսեք Աստծո հրամանի մասին։ Հիշեք, որ դուք փոխանցում եք Աստծո հրամանը, ոչ թե ձեր։ Դա ձեզ կօգնի, որպեսզի խոսեք Աստծո ճշմարտության հեղինակությունից, չվախենաք։ Հիշեք, որ ավետարանով Աստված ինքն է ձեր միջոցով պատգամում, սա չափազանց կարևոր միտք է։ Երբ դուք քարոզում եք, այդ սուրբ պատասխանատվությունն եք իրականացնում։ Աստված ինքն է ձեր միջոցով պատգամում լսողին։ Բացատրեք լսողին, որ Աստված քո անցյալ մեղքերը համբերել է, ոչ թե արդարացրել, եւ դրա համար պատժել է անմեղ Հիսուսին, որպեսզի նրանց մոտ Աստծո անտեսման մասին աղավաղված ընկալում չլինի։ Լուսաբանեք, որ անցյալի մեղքերն անտեսելը նշանակում է այն, որ Աստված ձեզ չի սպանել, քանի որ նայել է Հիսուսի ապագա քավության վրայից։
Հիշեք, որ ավետարանելը սահմաններ չունի եւ Աստծո հրամանին ենթակա են բոլոր եւ բոլոր մարդիկ։ Բացատրեք ավետարանը լսողներին, որ Աստծո հրամանի նպատակն իրենց ապաշխարությունն է եւ իրենց ապաշխարության պատճառը սպասվող ահեղ դատաստանը։ Հստակ նշեք, որ դատաստանի օրը սահմանված է Աստծո օրացույցում եւ չկա փախուստ։ Նշեք նաեւ, որ կա սահմանված դատավոր, ով Հիսուս Քրիստոսն է, եւ ցույց տվեք տրամաբանական հավաստիացումը, որ այդ նույն Հիսուսը անպայման կդատի, քանի որ նա ողջ է, նա հարություն է առել եւ դրանով Աստված հավաստիացրել է մարդկությանը, որ դատը լինելու է հենց Հիսուսի ձեռքով։ Հիշեք, Հիսուսի հարությունը ապացույց է սպասվող դատաստանի եւ հենց դրանով էլ Աստված հավաստիացրել է մարդկանց։ Ներկայացրեք ավետարանն ամբողջությամբ եւ ոչ թե կիսատ եւ կոչ արեք հնազանդվելու Հիսուսին առանց վախենալու։ Եվ ավետարանելի սպասեք տարբեր արձագանքների։ Ընդունեք, որ արձագանքների տարբերությունները նորմալ են մեր ավետարանչական կյանքում եւ այդպես էլ պետք է լինի։ Այստեղ 3-ն են, շատ ավելին կարող է լինել։ Հիշեք, որ մենք քարոզում ենք բոլորին, բայց փնտրում ենք ընտրյալներին եւ հանուն նրանց արժե դիմանալ եւ ծաղրանքի, եւ անարգանքի, եւ ցանկացած տեսակի արձագանքի։ Հիշեք, որ ավետարանն Աստծո զորությունն է եւ այն անպայման կքաշի դեպի Հիսուսին բոլոր նրանց, որոնց հայրը կտա Հիսուսին։ Պատրաստ եղեք լսելու հեգնանք ձեր քարոզին, ծաղրանք ձեր ուղղությամբ։ Պատրաստ եղեք լսելու քաղաքավարի մերժում կամ հետաձգում, ասելով, որ մի ուրիշ առիթով մենք ձեզ կլսենք։ Եվ ուրախացեք այն արձագանքների համար, որոնց դարձը կապացուցվի հին կյանքից հեռանալով եւ Հիսուսին հետևելով։ Եվ հիշեք, եթե ուզում եք, որ մարդիկ ճիշտ ճանաչեն Աստծուն, պետք է ճիշտ ներկայացնեք նրան։ Աշխարհի աթենքում դեռ կան շատերը, որ սպասում են ավետարանին։ Եկեք ամեն օր քարոզենք Հիսուսի մասին, ուր էլ որ լինենք։ Եկեք աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո ճշմարիտ ավետարանի համար։ Շնորհակալ ենք, որ դու համագործակցում ես քո խոսքի միջոցով։ Շնորհակալ ենք, որ դու մեզ պատիվ ես անում մեր շուրթերին վերցնելու այս բարի լուրը։ Եվ շնորհակալ ենք, որ մեզ մեծ շնորհք ես արել տեսնելու շատ շատերի փրկությունն ու իրական դարձը։ Մենք խոստովանում ենք, որ սա քո աշխատանքն է, սա քո հոգու զորությունն է, քո ավետարանի ուժն է, եւ մենք պարզապես քո պատգամները փոխանցողներն ենք։ Շնորհակալ ենք, որ մեզ այս պատիվն ես տվել, որ համագործակցենք քեզ հետ այս երկրի վրա եւ մեր շուրջիններին կարողանանք փոխանցել այս հավիտենական ճշմարիտ բարի լուրը։ Օգնիր, որ մենք անվախ լինենք քո այս հրամանը մարդկանց փոխանցելու հարցում։ Օգնիր, որ ճիշտ ներկայացնենք քեզ, ինչպիսին որ դու ներկայացել ես Քրիստոսի դեմքով, որպեսզի մարդիկ սնահավատություններից ու կռապաշտության բոլոր դրսևորումներից ազատվեն եւ գան ճշմարիտ Աստված ճանաչության եւ պաշտամունքի եւ քեզ պաշտեն հոգով ու ճշմարտությամբ։ Աղոթում եմ եւ իմ եւ քույրերիս ու եղբայրներիս համար, որ օգնես, որ դիմանանք բոլոր արձագանքներին, որքան էլ դժվար լինի, որքան էլ ծաղրեն, որքան էլ հեգնեն, որքան էլ ծեծեն, անարգեն, քաղաքավարի կամ անքաղաքավարի կերպով մեզ արձագանքեն, հիշենք, որ հանուն ընտրյալների արժե դիմանալ մինչև որ դու քո փառախը կբերես բոլոր քո զավակներին, թե հեթանոսներից, թե հրեաներից։ Զորացրում ես եւ օգնիր, որ ավետարանդ մաքրությամբ ու ճշմարտությամբ փոխանցենք։ Ինչեւ այն երանելի օր է, երբ որ դու կվերադառնաս։ Մեզ համար երանելի, բայց աշխարհի համար սարսափելի դատաստանի օրը։ Օգնիր, որ մեր ընտանիքի անդամներին էլ շարունակ ավետարանենք եւ խոսքով, եւ գործով, եւ դու էլ բաց նրանց սրտերը քեզ ճանաչելու, ընդունելու եւ ճշմարտապես հնազանդվելու քեզ որպես միակ ու ճշմարիտ Աստծո։ Մեզ բարի խաղաղությանդ մեջ եւ շատ առիթներ տուր Հիսուսի մասին պատմելու, որովհետեւ մեր օրերն էլ ոչնչով չեն տարբերվում անցյալ օրերից։ Հիմա էլ կան շատ ու շատ մարդիկ, ովքեր կարիք ունեն քո ավետարանին։ Մեզ ուժ, կարողություն, համարձակություն տուր եւ համագործակցիր մեզ հետ։ Այս ամենը Հիսուսի անունով ենք աղոթում, որ փառավորվես դու Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։